Հանցավոր միջադեպերի մասին վերջին շրջանում հաճախ ենք լսում։ Հանրությունը մտահոգված է, քանի որ վերջին շրջանում Երևանի տարբեր վայրերում տեղի են ունենում կրակոցներ։ Այդ միջադեպերից մեկը տեղի ունեցել Իսակովի պողոտայում, որտեղ վիճաբանության ընթացքում հնչել է կրակոց։ Դեպքից հետո հանրային հարթակներում շրջանառվել են տարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ։ Պաշտպանական կողմը պնդում է, որ իրականում խոսքը կենցաղային բնույթի վեճի մասին է եղել եւ կիրառված միջոցը չի հանդիսացել օրենքով արգելված հրազեն։ Միաժամանակ դեպքը լայնորեն լուսաբանվել է, ինչի արդյունքում այն ստացել է զգալի հնչեղություն հասարակության շրջանում։ Թեմային անդրադարձել ենք նաև վերլուծական տեսանկյունից, փորձելով հասկանալ, թե ինչ հանգամանքներ են նպաստել դեպքի նման լայն արձագանքին եւ որքանով է այն համաչափ եղել տեղի ունեցածի բնույթին։ Մասնագետների դիտարկումները եւ իրավական գնահատականները թույլ են տալիս ավելի խորքային դիտարկել ոչ միայն կոնկրետ միջադեպը, այլև նմանատիպ դեպքերի հանրային ընկալման եւ դրանց լուսաբանման առանձնահատկությունները։ Երևանում մարտի 4-ի առավոտյան կրակոցներ են հնչել, դեպքը տեղի էր ունեցել ժամը 07:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի Փարաքարի Գայի փոսի հարակից հատվածում։ Նախնական տվյալներով Արմավիրի մարզի 40-ամյա բնակիչը նշված հասցեում գործող բենզալցակայանի դիմաց վիճաբանության մեջ էր մտել երկու անձանց հետ։ Վիճաբանության ընթացքում նրանցից մեկը իր մոտ պահված ատրճանակից կրակ էր արձակել 40-ամյա բնակչի ուղղությամբ, ինչից հետո միջադեպի մասնակիցները հեռացել էին դեպքի վայրից։ Իրավապահների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ենթադրյալ կրակոց արձակած անձը Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակիչն է։ Վերջինս նույն օրը հայտնաբերվեց եւ ձերբակալվեց։ Դեպքից հետո 29-ամյա երիտասարդի շահերը պաշտպանող փաստաբան Ռազմիկ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ իր պաշտպանյալն այլևս գտնվում է ազատության մեջ։ Վերջին շրջանում Երևանում իսկապես արձանագրվել են շատ ավելի վտանգավոր կրակոցների դեպքեր, որոնք ուղեկցվել են ծանր մարմնական վնասվածքներով, երբեմն նաև կյանքին վտանգ սպառնացող հետևանքներով։ Այդ ֆոնին Իսակովի պողոտայում տեղի ունեցած միջադեպը ըստ պաշտպանական կողմի գնահատականի չուներ նման ծանր հետևանքներ եւ այդչափ լայն լուսաբանման կարիք։ Նախ մենք որպես պաշտպանական կողմ եւ պաշտպաններ զարմանքի ենք արժանացել են հանգամանքով պայմանավորված, իրականում սույն դեպքը, այսպես ասած, հնչեղություն ստացած դեպք է։ Մեր խորին գնահատմամբ եղելությունը, որ տեղի ունեցել, որովհետեւ քրեական օրենսգրքի հոդվածի հատկանիշներ չի պարունակում իր մեջ։ Դեպքը տեղի ունեցել սույն թվականի մարտի 4-ի լուսադեմ ժամը 7-ի սահմաններում։ Դեպքի առթիվ Մալեցիա Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված է վարույթ երկու հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշների հանցակազմով։ Այն է ապօրինի կերպով օդաճանշից առազենք հրազեն պահել եւ մյուս հոդվածը խուլիգանությունն է զենքի կամ զենքի նմանվող առարկայի գործադրմամբ։ Եղելությունը իրականում հետեւյալն է, որը որ իրականությանն է համապատասխանում, երկու անձանց մեջ տեղի ունեցած անձնական բնույթի խոսակցությունների արդյունքում տեղի ունեցել քաշքշուկ Իսակովի պողոտայում, որը տևել է շուրջ առավելագույնը 1 րոպե, որից հետո անձիկ ուղղակի անձնական հարցերի շուրջ, մասնավորապես վառելիքի շուրջ ունեցած մեքենայի տրանսպորտային միջոցում վառելիքի լիցքավորման շուրջ ունեցած հարցերով իրար հետ ունեցել են անձնական բնույթի խոսակցություններ, տեղի ունեցել թե վիճաբանություն քաշքշուկ եւ դրանից հետո իրարից հեռացել են։ Փաստաբանը նաև նշել է, որ դեպքի վայրում տեղադրված են եղել տեսահսկման համակարգեր, որոնք ֆիքսել են տեղի ունեցածի ընթացքը։ Նրա խոսքով այդ տեսագրությունները կարող են էական նշանակություն ունենալ գործի քննության ընթացքում եւ հավանաբար կօգնեն պարզել դեպքի իրական հանգամանքները, ինչպես նաև ապացուցել իր վստահորդի անմեղությունը։ Տարածքում տեսանկարահանող սարքեր կան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ վճռաբեկ դատարանների մի շարք նախադեպային որոշումներով ավելի արժանահավետ ապացուցողական շեմ են նախատեսել իրենց բնույթով եւ հենց այդ տեսաձայնագրությունների ուսումնասիրության եւ հետազոտման արդյունքում կհաստատվի իմ կողմից մատնանշված դեպքի իրական փաստերը։ Ունեցել ենք մեկ անձ ձերբակալված, ով ձերբակալվել է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով խուլիգանություն կատարելու
Ձերբակալվածի կարգավիճակով իմ պաշտպանյանը տվել է համապատասխանան ցուցմունք, ներկայացրել դեպքի իրական հանգամանքները եւ ձերբակալման առավելագույն ժամկետը 72 ժամը լրանալուց հետո անմիջապես ազատ է արձակվել։ Վարույթն իրականացնող մարմինը մեր հարցերինի պատասխան նշեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ դեպքի բոլոր հանգամանքները քննությամբ պարզվում են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի առաջին մասով։ Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային օդաճնշիչ սառը կամ նետողական զենք կրելը եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով։ Նախաքննությունը շարունակվում է։ Փաստաբանի խոսքով վարույթով տուժող հանդիսացող անձը իրարամերժ ցուցմունքներ է ներկայացրել։ Ավելին, չի ունեցել հրազենից ստացված տեսանելի վնասվածքներ, ինչը կարելի է ենթադրել առնվազն անհնար էր։ Մեր կողմից վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացվել իրականացնել որոշակի փորձաքննություններ, մասնավորապես ունենք անձ, ով դեռևս որևէ կարգավիճակ չունի, հայտնել էր սույն վարույթի շրջանակներում հետևյալ տարբերվող ցուցմունքները եւ բովանդակություններն էր տվել, բովանդակությամբ հայտնել էր տարբերվող որոշակի ցուցմունքներ, մասնավորապես դեպքի անմիջական հաջորդող ժամանակահատվածում լուսադեմ առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում Պարեկային ծառայության եւ Արշապատի օպերատիվ կառավարման կենտրոն տրված հաղորդմամբ հայտնել էր, որ ակումբում երկու տղամարդիկ կրակել են իր վրա, որից հետո ավելի ուշ, երբ իմ պաշտպանյանը ձերբակալվել էր եւ նշված անձը եւս ներկայացվել էր համայնքային ոստիկանության Մալոյ Սեբաստիայի բաժին, հայտնել էր արդեն իսկ հետեւյալը, որ իր վրա մի անձ բենզալեցակայանում կրակել է, ինքը ստացել է վնասվածքներ, որոշակի վնասվածքներ, ունի ցավեր, սակայն վնասվածքները տեսանելի չեն։ Դրա հիման վրա մենք որպես պաշտպաններ միջնորդել ենք, որպեսզի նշված անձի հագուստները արգրավեն, վարույթի շրջանակներում նշանակվել են մի քանի փորձաքննություններ, այդ թվում նաև դատաբժշկական եւ դատաձգաբանական։ Առաջ ընկնելով հայտնեմ, որ առարկան, որ անձը ներկայացնում է որպես հրազեն կամ զենք, ինքը իրենից ենթադրում է ընդամենը ազատ վաճառքի շուկայում ազատ վաճառքի համար նախատեսված ժողովրդին ավելի հասանելի, այսպես ասած, պնևմատիկ զենք, որը ազատ վաճառքի է։ Վերջինիս նշված ենթադրյալ առարկա, որը սեվերը վնասվածք չի պատճառվել, կրակոց առավել եւս չեն արձակվել, ինչը որ հետագայում կհաստատվի թե փորձաքննությունների եզրակացություններով, թե արդեն իսկ ինչպես նշեցի, տեսազայնագրող սարքերով, որոնք որ առկա են նշված հատվածում եւ ուղղակի տեսանկարել են ողջ դեպքի իրական հանգամանքները, ինչը իրականում տեղի ունեցել։ Ամփոփելով կարելի է արձանագրել, որ թեև ցանկացած կրակոցի դեպք ինքնին մտահոգիչ է եւ իրավապահների ուշադրության կենտրոնում պետք է լինի, այնուամենայնիվ յուրաքանչյուր միջադեպի հանրային ներկայացումը պետք է համաչափ լինի դրա իրական վտանգավորությանը։ Իսակովի պողոտայում տեղի ունեցած միջադեպի դեպքում ըստ պաշտպանական կողմի խոսքը վերաբերում է կենցաղային վիճաբանությանը, որի ընթացքում կիրառվել է պնևմատիկ ատրճանակ, իսկ դեպքը չի հանգեցրել ակնհայտ վնասվածքների կամ ծանր հետևանքների։ Առասարակ իրավապահ մարմիններին պետք է խնդրենք, որպեսզի արդեն իսկ վախեցած հասարակությանը, արդեն իսկ այս ֆոնի վրա տեղելություններից գոնե տարանջատենք իրական վտանգավորություն, հանրային վտանգավորություն պարունակող արարքները, սովորական նմանատիպ առօրյա կենցաղային ոչ հանցածին եւ ոչ իրենից վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից տարբերակելու համար։ Ճիշտ եք նշում, արդեն իսկ ունենք բարձր վտանգավորություն ունեցող արարքներ, որոնց շրջանակներում վարորդային եւ քննչական գործողություններ ձեռնարկում են, կան մի շարք անձինք, ովքեր նույնիսկ հետախուզման մեջ են գտնվում, եւ արդեն իսկ այս ֆոնի վրա շատ բարձր է ժողովրդի հասարակության վախի մթնոլորտի մեջ պահելը եւ լրացուցիչ ծանրաբեռներ ներկայացնել նմանատիպ դեպքերը, որոնք որ իրենից ելի եմ ասում, հետագայում իհարկե վարույթի ավարտին կհանգենք նրան, որ կարծում եմ մեր դիտարկմամբ իհարկե անաչառ օբյեկտիվ քննության արդյունքում սույն դեպքում եւս կբացառվի որևէ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի վերագրությունը իմ պաշտպանյալին ու մեկնաբանել եւ բարձր պահել կոպիտ ասած տոնուսի մեջ պահել նման դեպքերով կարծում եմ որևէ կերպ իրավաչափ չէ նույնիսկ էլի։
Դրա համար կան լրագրողներ, կան անձինք, ովքեր որ հետամուտ են լինում, ցանկանում են, որպեսզի իրականությունը բացահայտվի եւ ներկայացվի հասարակություն այն ինչ իրականում տեղի ունեցել։ Դա չէ, բախվում ենք դեպքերի, երբ ներկայացվում է հնչողություն տրվում մի դեպքի, որը իրականում հետագայում որևիցե հետևանք չի առաջացնում որևէ անձի համար։ Այս ֆոնին հարց է առաջանում. արդյոք արդարացված էր դեպքին նման մեծ հնչեղություն տալը, հատկապես այն պայմաններում, երբ վերջին շրջանում Երևանում արձանագրվել են առավել վտանգավոր կրակոցների դեպքեր իրական սպառնալիքներով հանրային անվտանգության համար։ Ամեն դեպքում գործի ամբողջական պատկերը վերջնականապես պարզ կդառնա իրավապահների քննության եւ դեպքի վայրում առկա տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում։